շարունակվում է եւ մենք տեսանք անցած շաբաթ այդ ըստ էության 8-10 դավաճան բուդաները, որոնք գնացին եւ Նիկոլ Փաշինյանի հետ փորձում են եկեղեցին ներսից քանդել։ Ճիշտ ասած, այսպես առաջին են ինչ-որ անակնկալ, բայց գուցե անակնկալ չէ, գուցե ներսից գիտեին ինքը իր տեսակով ով է, Գևորգ Սրբազանի մասին է խոսքը, ես եթե դեմ չեք ընդամենը 1 րոպե մեր գործընկերն է պատրաստել, մի հատ իր խոսքը լսեք ինչ է ասում ինքը։ 4-ից 20-ը դեմ են եղել, որ Բագրատ Սրբազանը քաղաքական շարժում սկսի։ Ապրես Մարուկյան, սպասի գամ քեզ մի հատ պաչը։ Հետո հիշում եմ, որ ոմանք հայտարարություններ արեցին սատարող եպիսկոպոսներ։ Ես չեմ արել սատարող հայտարարություն, որովհետև դեմ են եղել եկեղեցու քաղաքականացման, իսկ դա քաղաքական գործընթաց պետք չէր։ Ապրես Մարուկյան, սպասի գամ քեզ մի հատ պաչը։ Երբ որ Բագրատ Սրբազանը Հայաստանի քաղաքացի չի, առավել ևս նա կանադայի քաղաքացի էր, եւ երբ որ հարց տվեցին, թե այդ դեպքում ինչպես է առաջադրվելու, ասաց ես ժողովրդի միջոցառության շուրջ կգործադրվի, չգիտեմ, օրենք կփոխվի, ես դա անկեղծ եմ ասում, ցավում եմ իր համար, բայց դա արտասախնդրությունից ավել չէ։ Ապրես Մարուկյան, սպասի գամ քեզ մի Խնդրեմ, այս իրականությունը ինչ է ասում եւ անմիջապես ներքևում մեր գործընկեր պատրաստած տեսանյութում երևում է, որ ինքը Բագրատ Սրբազանի կողքին, նաեւ նույն այս անձնավորությունը երեք ասում է, որ ինքը դեմ է, որպեսզի եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ։ Պարոն Սարգսյան, մի այսպիսի հարց, հետաքրքիր է, իսկ ինքը երբ հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, ասել է, որ Նիկոլ Փաշինյանին, որ նաեւ ինքը դեմ է, որպեսզի քաղաքական գործիչների իդեմս Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական կեղտոտ ոտքերով մտնի մայրաթոր մեր հայ առաքելական եկեղեցին։ Խնդրեմ ես անձին անդրադառնանք, այնուհետև նաև այդ 8-ին 10-ին ովքեր հանդիպել են Նիկոլ Փաշինյանին։ Առաջին հերթին անդրադառնանք նրան, ով որ այս ամբողջը խրախուսում է, այսինքն Նիկոլ Փաշինյանին անդրադառնանք, որը այդպիսի ուրեմն տրամադրություններ է ստեղծում հասարակության մեջ։ Եվ ինձ ամենագլխավոր հարցը հետաքրքիր է հետևյալը. Նիկոլ Փաշինյան 7.5 տարվա ընթացքում քանի անգամ մինչև այս վերջին ամիսները, քանի անգամ գնացիր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պատարակներին մասնակցելու։ Ոչ մի անգամ չի եղել, չէ՞։ Որովհետև այս ընթացքում մարդը ընդհանրապես հետաքրքրություն չուներ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ուրեմն հանգարց արթնացավ իր մեջ այդպիսի զգացումներ, երբ որ պարզվեց, որ ամենայն հայոց կաթողիկոսը պահանջում է նրա հրաժարականը, չի հրաժարվում իր դիրքորոշումներից Արցախի վերաբերյալ եւ մեր արցախահայության իրավունքները պաշտպանելու եւ վերադարձը ապահովելու ուղղությամբ։ Այսինքն այն ամենը, ինչ որ իրեն դուր չի գալիս որպես քաղաքական իր պատկերացման դրսևորումներ, իսկ դրանք ընդհանրապես մեր ազգի պաշտպանությանը ուղղված ուրեմն գործողություններ էին, այս ամենի պատճառով հանկարծ ինքը միանգամից դարձավ այդ մոլերանտ, այսպես ասած, հետևորդը եւ ամեն կիրակի գնալ այս կամ այն եկեղեցի, դե եթե հետևորդն ես գնա մի եկեղեցի, որտեղ դու իրականում պետք է լինես եւ եթե դա իրոք քո, այսպես ասած, համոզմունքն ու հավատքն է։ Նույնը եղավ այս եպիսկոպոսած որոշակի դասի հետ։ Հիմա ես հարց եմ տալիս։ Այս տարիների ընթացքում դուք ես չգիտեմ, մեկը կա, որը 30 տարի է, մեկը 20 տարի, մեկը 10 տարի կամ 5 տարի է։ Առնվազն մի 5 տարի, ուրեմն դուք արդեն եպիսկոպոս կամ արքիեպիսկոպոս եք։ Դուք գիտեիք հավանաբար, հա, ձեր ներսում կան ինչ-որ խնդիրներ։ Ամենայն հայոց կաթողիկոսից ինչ-որ հարցերում դժգոհ էիք։ Որևէ մեկը գնաց այդ ընթացքում ասեց ամենայն հայոց կաթողիկոս վեհապարտեր մենք գտնում ենք որ այսինչ այսպես է, այնինչ այնպես է։ Այդ ոնց ստացվեց որ հանկարծ երբ որ Նիկոլ Փաշինյանը այդպեսի ուրեմն արշավ սկսեց վեհապարի եւ ամենակարևոր մեր հոգեվոր դասի դեմ եկեղեցու դեմ փաստացի որովհետեւ այդպեսին է պահանջը եւ նաեւ հարևան այդ թշնամու ուրեմն նոր դուք հանկարծ հիշեցիք որ դուք ունեք ինչ-որ խնդիրներ որ դուք ուզում եք անպայման ինչ-որ փոփոխություն անեք
Հավասար Կճոյան, Բենթլի Սամուել ասում Նիկոլ Փաշինյան։ Էդ եմ ասում։ Ես ուզում եմ ասեմ, որ այդ դուք եք անմեղները, հա? Դուք եք այդ անմեղները, որոնք որ իրավունք ունեն հիմա որևէ մեկին մեղադրեն։ Դա ձեր մեղքերի մասին դուք խոսեք։ Ինչ է նշանակում այս պարոնի, չգիտեմ, մեկ լսուսել չի պատտվում նրանց սրբազան ասեմ, անկեղծ եմ ասում։ Ինչ է նշանակում մենք դեմ էինք, որ ինքը քաղաքական, դա քաղաքականություն չի։ Դա այն էր, որ մարդը տեսնում էր ինչ վիճակում է իր երկիր, իր ժողովուրդը եւ պարտավոր էր դուրս գալ որպես քաղաքացի, այո, որպես հայ վեր կենար եւ ասեր, որ այսպես շարունակել չի կարելի։ Եվ եթե լսող չկա, ուրեմն պետք է պայքար մղել դրա դեմ։ Բա ինչ է ձեր կեցվածքն է լավ, հա? Ես ոչինչ չգիտեմ, ես ոչինչ չեմ լսել, ոչ մի բան էլ չեմ ուզում իմանալ։ Սա է ձեր կեցվածքը։ Դուք եք հոգևոր առաջնորդները մեր ժողովրդի, որոնք պարտավոր են պահպանել մեր արժեհամակարգը, որոնք պարտավոր են ամեն կերպ պայքար մղել օտարի դեմ, նույն աղանդավորության դեմ, որը թշնամանք է առաջացնում մեր ժողովրդի նկատմամբ։ Փոխանակ այս ամեն ինչ զբաղվելու հանկարծ որոշեցին, որ այո, այսօր իրենք այնպիսի ուրեմն, չգիտեմ, պարզ ճիշտ մտքեր են արտահայտում, որ գնում են ասեն Նիկոլ, ուրեմն մենք քո կողմնակիցն ենք, ոչ թե մեր վեհապարի։ Լավ, ես հասկանում եմ, որ ամոթի զգացում չունեք։ Հասկանում եմ։ Բայց հետո վերջով այդ ամենից վերջն է գալու, հետո ոնց եք ձեզ արդարացնելու։ Նույն այդ Կճոյանին հարց են տալիս, ասում են հիմա ներել եք Նիկոլ Փաշինյանին, որ ինքը ձեզ Բենթլի էր ասում, Բենթլի Սամո էր ասում։ Ասում են, տենց բան մի արեք։ Ինչը չանեն։ Հարց են տալի, ասում են ներել ես։ Ասում են դու ո՞րն ես։ Ո՞րն ես դու։ Դու ես arciepiskopos։ Եթե դու ես arciepiskopos, ապա բարի եղի այդ բոլոր կանոններին ենթարկվել։ Դե գնայիք ոչ թե հիմա, այլ գնայիք ժամանակին, արդեն 30 տարի է։ Եվ ասեիք, որ գիտեք ինչ, ամենայն հայոց կաթողիկոս, մենք խոնարհաբար ձեզ խնդրում ենք այսինչ հարցերը քննարկել, այսինչ հարցերին այսպիսի ուղղություն տալ եւ այլն, կհասկանայինք։ Ներսում որոշեիք բոլոր այդ հարցերը։ Բայց հիմա դուք լավ հասկանում եք, որ սա սովորական երևույթ չի, սա թշնամու կողմից թելադրված քաղաքականություն է, միանշանակ։ Եվ եթե անգամ համարենք, որ սա էլ համոզված է, որ այո, ճիշտ է վարվում, որովհետև պետք է մաքրի, այ ինգեր, հլը մի հատ գնա քեզ մաքրի լը մի հատ։ Քեզ լը մի հատ ոտից գլուխ մաքրի, նոր արի ինչ որ մեկին սովորեցրու, թե ով պետք է լինի, ոնց պետք է լինի։ Այս ոնց եղակ, դու որ ասում ես, ես ուրեմն քրիստոնյա եմ, Քրիստոսն ինչ է ասել։ Ասել է հələ մի հատ մեկը թող քարեկցի, որ եթե համարում է ինքը իրեն մեղք չունի։ Դու հիմա մեղք չունես։ Հա, չունես։ Դու դատավորն ես, դու գնում ես մաքրելու ամբողջ մեր ուրեմն սուրբ եկեղեցին։ Երբ որ մենք բոլորս հասկանում ենք, թե այս պայմաններում, եթե հանկարծ Փաշազադեի ասած կամ չգիտեմ Ալիևի կամ նույն Էրդողանի ցանկությունը կատարվի, ինչ է ասում Էրդողանը։ Էրդողանն ասում է, Սփյուռքը պետք է ընդհանրապես որևէ ազդեցություն եւ կապ չունենա հայրենիքի հետ։ Պարզ, ես չեմ օրինում ոչ մի բան։ Ինչի են այդպես ասում։ Որովհետեւ շատ լավ հասկանում են եւ այստեղ էլ նրանք ովքեր որ իրենց հիմարի տեղ են դրել, նրանք շատ լավ հասկանում են, որ հայ ազգը եթե միավորվում է, այդ ժամանակ այդ հայ ազգին ոչինչ հաղթել հնարավոր չի։ Շատ լավ են հասկացել։ Տարիներ շարունակ այդ բանի մասին խոսում են։ Տարիներ շարունակ փորձում են։ Տեսեք ինչ արեցին, երբևիցե իրենք սփյուռք չունեին ադրբեջանցիները։ Երբ որ տեսան, որ հայկական սփյուռքը ինչպիսի հնարավորություններ է ստեղծում իր հայրենիքի եւ իր ազգի զարգացման համար, սկսեցին արհեստականորեն նաև ստեղծել այդ սփյուռքը։ Ես կոնկրետ կարող եմ ասեմ Ռուսաստանի օրինակով,
երբ որ հիմա արդեն նրանք այքան են լկտիացել, որ այնտեղ ամեն տեսակի հանցագործություններ են կատարում, բայց մյուս երկրներում, Եվրոպայում եւ արդեն Միացյալ Նահանգներում թուրքական լոբին լավ էլ աշխատում է։ Թուրքիան այնտեղ չի երել ունեցել ընդհանրապես թուրքական սփյուռք կամ չգիտեմ ինչ որ մի հատված, բայց հիմա արդեն կա եւ արդեն այնտեղ ամեն կերպ աշխատում են հենց հայության դեմ, որովհետեւ այդ աշխարհակաղակական գործընթացները, որոնց մասին ամեն անգամ ասում ենք, հենց դա են թելադրում, իրենց գործողություններն են թելադրում։ Հիմա պարոն Սարգսյան, որպեսզի անվանակը խոսենք, այդ Գևորգ Սրբազանը, որ սա ինչ հենց կողքն նստածն է նկարում, կիսակուս վիճակում, այսպես ասենք, հա։ Այս իր հայտարարությունը, որ ինքը դեմ է, ես որ առաջին հարցը տվեցի։ Ես ասեցի արդեն։ Ու այսօր էս իրականության մեջ խափում է, ասում է, ես Բագրատ Սրբազանի այդ գործողությունների դեմ էի, առաջին օրվանից գնացեք անել է Բագրատ Սրբազանի կողքին։ Ինչի դրսևորում է սա հիմա։ Եվ ի վերջո այս մարդիկ իրապես իրենց անձնական կոմպրոմատների, իրենց դեմ գործող անձնական կոմպրոմատների զոհն են, որ դուրս են եկել հայ առաքելական։ Առաջին հերթին սրանք փարիսեիներ են։ Միանշանակ, որովհետև փարիսեությամբ տառապող մարդիկ են բոլորը։ Մի բան ասում են, այլ բան անում են, հա, սա մեկ։ Երկրորդը իրենց համար ոչ մի սրբություն չկա, պարզ, արդեն պարզ երևում է, որովհետև եթե կա սրբություն, ուրեմն դու քո սկզբունքներին չես դավաճանում։ Եվ որևէ արդարացում չկա, թե ես ասում էի ինքը չլսեց կամ ինքը Կանադայի քաղաքացի էր, այս նոր իմացաք։ Կամ եթե ինքը Հայաստանի քաղաքացի չի, նա ո՞նց է ուրեմն աշխատում որպես առաջնորդ, թեմի առաջնորդ։ Ուրեմն առաջին հերթին նա հայ մարդ է եւ ինքը քաղաքացի է, կարող է երկքաղաքացիություն ունենալ եւ չի հրաժարվել, որովհետեւ դա կստացվեր, որ ոնց որ թե վիրավորեր նույն Կանադայի իշխանություններին, որոնք իրեն նվիրել էին կամ ասել էին, խնդրեմ, դուք կարող եք լինել նաեւ Կանադայի քաղաքացի, բայց ինքը Հայաստանի քաղաքացի է։ Եվ այդ պարագայում, եթե Հայաստանի քաղաքացի չլիներ, նրան չէի կարող դատել առանց Կանադայի կառավարության համաձայնության կամ նրա միջամտության։ Հիմա հարց է տալիս, Գևորգ, չգիտեմ, անունը, հա, դե մարդը Սրբազանը նա է, ով որ իսկապես պահպանում է իր ամբողջ կեցվածքը։ Սրբազանը նա է, ով որ կարողանում է իր սկզբունքներին հավատարիմ լինել։ Ես այդպես եմ պատկերացնում։ Իսկ եթե դուք այդ ամեն ինչից հեռացել եք, ել չեմ խոսում, մենակ իր մասին չի պետք խոսել, այդ Վրթանեսի մասին է պետք խոսել։ Վրթանեսի մասին է առաջին հերթին պետք խոսել։ Մարդ, որը որ ընդհանրապես անգամ պարզվեց, որ այդ բլոկադայի ժամանակ Արցախում չի եղել, իր հոտի հետ չի եղել, չի պայքարել, որևէ գործողություն չի արել, այս ընթացքում ինչ 23 թվականից իրենք այստեղ են, որևէ ես չեմ լսել, որպեսզի նա հանդես գա մի խնդրանքով կամ առաջարկով կամ չգիտեմ դիմումով, որ ամեն կերպ պետք է աշխատեր դիմեր բոլորին եւ միջազգային կառույցներին եւ ՄԱԿ-ին, ես չգիտեմ, եւ նաեւ եկեղեցիների խորհրդին, համաշխարհային եկեղեցիների խորհրդին, որ ես պահանջում եմ, որ իմ ժողովրդին իրավունքը ուրեմն պահպանվի, ես պահանջում եմ, որպեսզի իմ ժողովուրդը նորից վերադառնա իր հայրենիք։ Մի հատ տենց քայլ արել ես։ Որևէ մեկի հետ այդպիսի դիմում որևէ մեկին ուղղել ես, որևէ մի անգամ հավաքել ես քո ուրեմն հետևորդներին եւ նրանց հետ համապատասխան գործողություն կա։ Բայց վախ որա ձեր կեցվածքը վախից տակներդ եք արել սաղը։ Ու չեք իմանում ինչի համար։ Ձեզ էլ ուզում եք ցույց տալ, թե իբր դուք այնպիսին եք, որ դուք կարող եք այս պահին լինել վեհապարի դեմ, որին դուք եք շատերդ ընտրել։ Եվ որի դեմ որևէ մի անգամ չեք հանդես եկել։ Հիմա ինչ որ մեկը ձեր թիկունքին կանգնել է, ձեզ էլ թվում է, որ դուք արդեն բան։ Փաշազատ են։ Ոչ միայն։ Այսինքն դուք պատկերացնում եք երեք անգամ տեղեկություն տարածվեց, որ այս մարդը ոստիկանությունն է դիմել, որպեսզի իրեն պաշտպանեն։ Ումից է պաշտպանվում Արցախից, Արցախի հոտից, Արցախի ժողովրդից։ Արցախի ժողովուրդը իդեպ ասած, այնքան ճիշտ
մոտեցումներ ունի, որ ինքը հիմա անգամ դեմ լինելով այդպիսի մարդուն, որևէ պարզ է, որ որևէ քայլ չի արել դրա, այսպես ասած, անվտանգությունը խաթարելու համար, չի էլ անելու։ Բայց դուք այդ հանգիստ չեք քննելու, չէ՞, ամեն գիշեր գնալու եք, մտածեք, այս ժողովուրդը ձեր դեմ է դուրս եկել, որ ինչ է դուրս եկել։ Դուք չեք կարողանալու ամեն ինչ բացատրել ձեզ, լավ, ձեզ համար բացատրեցիք, ժողովուրդը ձեր բացատրությունները չի ընդունելու։ Եվ չի էլ ընդունում, որովհետև աննորմալություն է ուղղակի չի տա, այսպես ասած, տրամաբանությունից զուրկ ամեն ինչը, որ մարդը, որ պետք է պաշտպանի իր հայրենիքի շահը, ինքը դրա համար է այնտեղ նշանակված։ Երբ որ վեհապարը ի հակառակը այս քաղաքականության չի լուծարում Արցախի թեմը, ես հիմա ընդհանրապես կոչ եմ անում վեհապարին, խնդրում եմ խոնարհաբար, որպեսզի իրեն կարգալույծ անեն հենց առաջինը։ Եվ նոր ուրեմն արդեն նշանակվի այնտեղ Արցախի թեմի առաջնորդ։ Թող լինի վարդապետ, թող չլինի եպիսկոպոս։ Այսինքն դա խայտարակություն է հիմա ունենալ այդպիսի ուրեմն ղեկավար, այսպես կոչված, թեմի առաջնորդ։ Դա խայտարակություն է, որովհետև ասում եմ, որևէ շրջանակում չի տեղավորվում։ Հələ թողնենք այդ էլ իր հերթին, այդ ամենալուրջ բանն է, բայց ես էլ եմ կրկնում, դու որևէ քայլ չես անում պաշտպանելու քո ժողովրդի շահերը, դու ինչ է արդեն համակերպեցիր, որ այլևս որ Արցախում չես, էլ ինչ ես դու Արցախի թեմի առաջնորդ, եթե դու չես պաշտպանում Արցախի շահերը, դու ինչ Արցախի թեմի առաջնորդ։ Այնպես որ սա այն խնդիրներն են, որ անցնել դրանց կողքից ու ոչինչ ասել չի լինում։ Եվ հիմա մենք կանգնած ենք շատ լուրջ ջրբաժանի առաջ։ Այստեղ արդեն նույնիմ անելու ժամանակ չկա։ Կամ դուք այս կողմն եք, կամ այս կողմն եք։ Վերջ, միջինում չկա, այս պարոնի ասացի նման այդ միջին կեցվածքով այլևս չկա այդպիսի կեցվածք։ Միասին շարժումը հայտարարությամբ հանդես է եկել, դիմում է, մենք ուղարկել ենք մեր այդ դիմումը նաև ամենայն հայոց կաթողիկոսին, մայրաթոր ենք ուղարկել, եւ մենք այո գտնում ենք, որ այդ կարգազանց, ուրեմն հոգևորականները պետք է այո կարգալույծ լինեն, որովհետեւ կարգազանց են։ Այսինքն ես կրկնում եմ, եթե նրանք ժամանակին ամեն մեկ առանձին, ոչ թե սենց խմբակային, գնային ամենայն հայոց կաթողիկոսի մոտ, ասեին, որ այս ինչ հարցի հետ ես համաձայն չեմ, կամ ես ուզում եմ այս հարցը քննարկել, ես ուզում եմ ուրեմն այսպիսի առաջարկ անեմ, կհասկանային։ Մենք էլ չէինք իմանա ընդհանրապես, թե ներսում ինչ է կատարվում, ինչու է կատարվում։ Դա եկեղեցու գործն է, ներքին գործն է։ Եվ որևէ մեկը, նույն Նիկոլը, որևէ իրավունքը չունի խառնվելու կանոնակարգի փոփոխության, չգիտեմ ինչին։ Այդպիսի կարգ չկա։ Եվ դրա համար էլ ասում ենք, այսօրվա անգամ եթե այնպիսի քայլեր լինեին ներսում, որոնք որ ընդունելի չեն, բայց միևնույն է, ելնելով, դուք հասկանում եք, որևէ երկրի ղեկավար չի բանսարկությամբ չի զբաղվի, երբ որ տեսնում է, թե իր պետության նկատմամբ ինչ վերաբերմունք կա հարևան թշնամի երկրներից եկող։ Չկա այդպիսի փաստ։ Դու եթե քեզ համարում ես երկրի ղեկավար, եթե քեզ համարում ես, որ դու ես պաշտպանում այսօր հայության շահերը, դու ո՞նց ես թույլ տալիս, որ այսպիսի շինծ ու ուրեմն ինչ որ քայլերով ինչ որ մի բան կազմակերպես, այսինքն շեղես ուշադրությունը ժողովրդի, որ ինչ որ լինում է ներսում, մոռացեք, որ դուք լավ չեք ապրում, լավ չեք ապրելու, դուք այդ մոռացեք, որովհետև գնաճը ահռելի է լինելու, դուք մոռացեք, որտեղ ես մի 4000 դրամ ավել եմ ուզում տամ թոշակառուներին։ Իսկ գնաճը հաշվել եք,
Մի քանի միամիտ էլ ասում տեսակ, թոշակները ավելանում են։ 1% անգամ 3 այո, Հրանտը Բագրատյանը ամեն ինչ ասեց, ես էլ եմ հիմա ասում ձեզ։ 1% անգամ չի բարձրացել։ Այո, չի բարձրացել, չի էլ կարող բարձրանա, որովհետև եթե գնաճ այսօր 25%, բայց այդ ընդհանուր, իսկ եթե դուք վերցնում եք առաջին անհրաժեշտության ապրանքների հաշվով, ահռելի գումար է ստացվում։ Հունվարի 1-ից գույքը հարկը 100%-ով թանկանում է, Աղբը արդեն թանկացել է, այո, ամեն ինչ։ Մարդիկ ամսվա երևի առնվազն կեսը զբաղված են ինչ-որ վճարումներ կատարելով։ Եվ դու փոխանակ թեթևացնես մարդկանց ուրեմն կյանքը, դու զբաղված ես ինչ-որ խնդիրներով, որոնք ոչ մի կապ չունեն երկրի այսօրվա իրավիճակի հետ։ Հակառակը, ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի լիներ ազգային միասնությունը։ Իսկ երբ որ դու անում ես ազգային պառակտում, դու ուրեմն երկրի շահերին դեմ ես գնում, առնվազն, չեմ ուզում են բառերը օգտագործել։ Դու այդ ամենը անում ես հատուկ։ Եվ այն քո, այսպես ասած, այդ խմբի երիտասարդները, որոնց թվում է, թե իրենք փրկել են Հայաստանը, պարզվում է։ Իրենք որ չլինեին, պարզվում է, Հայաստան չէր լինելու։ Ավելի լավ է դուք չլինեիք, որպեսզի Հայաստանը շատ ավելի լուրջ ձևով կարողանար զարգանալ։ Հայաստանը լիներ, ու մնա։ Այո, եւ Արցախը լիներ։ Հիմա գանք 3 հրապարակեց ինչ-որ փաստաթղթեր բանակցային, խնդրեմ այս մասով պարոն Սարգսյան, որովհետև խորքային տիրապետում եք, ինչ փոխանցեք այսօր եւ ինչու այս փուլում ինքը հրապարակեց այդ փաստաթղթերը, արդյոք որևէ նոր մեծ աղետ է նախապատրաստվում հայ ժողովրդի գլխին։ Ուրեմն սկսենք նրանից, որ այնտեղ որևէ գաղտնի փաստաթուղթ չկա։ Պարզ։ Երկրորդը, այդ փաստաթղթերով ես իհարկե մասնակից եմ եղել եւ հիմա կասեմ որոշակի բաներ։ Այդ փաստաթղթերով ընդհանրապես գրանցել է բանակցային գործընթաց։ Այդ բանակցային գործընթացը այսպիսին է, ես ասում եմ այսպես, այն մեկը ասում է հակառակը եւ մենք չենք կարողանում համաձայնության գալ եւ այլն։ Հիմա ես ուզում եմ ուղղակի մի քիչ ավելի մանրամասնեմ, մինչեւ գանք այս իր հրապարակացի։ Երբ որ ստեղծվեց Մինսկի կոնֆերանսը եւ Մինսկի խումբը եւ հետո երանախագահությունը, այն ժամանակ մանդատը ձևակերպվեց հետեւյալ կերպ. Մինսկի խմբի երանախագահների մանդատը համանախագահների ձևակերպվեց հետեւյալ կերպ. կարողանալ հաշտեցնել հակամարտող կողմերին։ Խնդրում եմ պատկերացրեք ինչ է ասում։ Հաշտեցնել, ոչ թե լուծել հիմնահարցը, այլ այս պահին, այս փուլում հաշտեցնել, այսինքն բերել մի իրավիճակի, երբ որ կողմերը կոմպրոմիսային քայլեր կանեն եւ կհամաձայնվեն գոնե այլևս հակամարտություն չանել։ Հետո տեսնենք ինչ կարելի է առաջարկել, որտեղը ավելի սա է եղել իրենց մանդատը։ Դրանից ավել իրենք այդ պահին ոչինչ չէին կարող անել։ Դրանից ելնելով էր, որ իրենք ներկայացնում էին համապատասխան առաջարկ փաստաթղթային ձևով, կողմերը քննում էին այդ փաստաթուղթը, ընդունում էին այսինչը կամ այսինչը չէին ընդունում եւ սկսվում էր բանակցությունները։ Իդեպ ես ուզում եմ ասեմ, որ դա եղել է նաեւ զուգահեռ այդ բանակցությունները, բացի նրանից, որ եղել է Մինսկի խմբի ուրեմն շրջանակում եւ համանախագահների։ Եվ ելի նորից ուզում եմ շեշտեմ, որ այդ պարագայում, երբ որ գալիս էին համանախագահները եւ այդ առաջարկը դուր չէր գալիս հայկական կողմին, հայկական կողմը հստակ ասում էր, որ դա մեզ համար ընդունելի չի։ Նորից ուզում եմ ասեմ, որպեսզի այն անգրագետ, այսպես ասած, իրենց գրագետի տեղ դրածները ԿՊ-ից հասկանան, երբ որ առաջարկվել էր անգամ ուրեմն ընդհանուր պետություն, կրկնում եմ, այդ ժամանակ ես եմ եղել նախագահի խորհրդական եւ ես պաշտոնական հայտարարություն եմ արել իրավունք ստանալով նախագահից, որ մենք ընդամենը ընդունում ենք որպես հիմք բանակցություններ սկսելու, որտեղ բանակցությունները չէր գնում, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո դեռ այսպիսի մի հատ իրավիճակ էր, բանակցություններ չկար։ Մենք պատրաստ ենք հիմք ընդունել որպես բանակցություններ սկսելու համար,
Ընդամենը, բայց որովհետև գիտեինք, որ նաև Բաքուն հրաժարվելու է, հրաժարվեց մյուս օրվանից եւ այլևս այդ փաստաթղթին մենք չենք մոտեցել։ Այդ փաստաթուղթը չի քննարկվել։ Ավելորդ ձեզ մի ոգևորեք։ Հիմա երկրորդը։ Երբ որ ուրեմն 2001 թվականին ես եւ մի շարք մեր այստեղի փորձագետներ հրավեր ստացանք մասնակցելու Դարտմության կոնֆերանսի շրջանակում կազմակերպվող Մերձ Մոսկովյան ուրեմն Սնիգիրիում հանդիպումների եւ քննարկումների ադրբեջանական հանրության կողմի հետ։ Կազմակերպիչները ուրեմն Միացյալ Նահանգների նախկին փոխ արտգործնախարար այդ ժամանակը պետքարտուղարի տեղակալ ներողություն Հարոլդ Սոնդերսն էր իր խմբով եւ ռուսական կողմից Վիտալի Նաումկինը, որը հիմա ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի երկար տարիների ուրեմն տնօրեն, հիմա գիտական ղեկավար է ինստիտուտի։ Մենք ուրեմն ունեցել ենք 6 տարվա 11 ռաունդ կոչված հանդիպումներ։ Եվ ես ուզում եմ մի փոքր ավելի մանրամասնել, որպեսզի ձեզ համար պարզ լինի, թե ինչպիսի գործողություններ էին ընթանում, որպեսզի հաշտեցնեն ժողովրդներին։ Այդ միակ ֆորմատն էր, որտեղ նաև ներկայացված էր առանձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը, որի կազմում էին պրոֆեսոր Մանասյանը, Ռուբեն Զարգարյանը, մեր ներկայացուցիչը Մոսկվայի ուրեմն ներկայացությունում շատ խելացի եւ շատ պատրաստված անձ, Մաքսիմ Միրզոյանը, Դավիթ Բաբայանը, որը այսօր ցավոք սրտի Բաքվի բանտում է եւ այլն, մի շարք մեր ուրեմն հայրենակիցները։ Մեր կողմից էլ ներկայացված են եւ այդ պարագայում 1-2 ուրեմն այդ ռաունդից հետո ես ստացվեց, որ ես ուրեմն կազմակերպիչներ առաջարկեցին, որպեսզի ես համակարգեմ հայաստանյան պատվիրակության գործողությունները, պարոն Մանասյանը Արցախի ուրեմն պատվիրակության գործողությունները, Ադրբեջանի կողմից ուրեմն դա նախկին արտգործնախարար Տոֆիկ Զուլֆուգարովն էր։ Հիմա տեսեք, երբևիցե որևէ հարցում հայկական կողմը որևէ խնդիր չի զիջել, որովհետև մենք բերում էինք փաստարկներ, նրանք ընդհանրապես աղերսում էին, թե մեր տարածքները հետևեք։ Այնքան մեր ուրեմն հոգիներս կերան, որ ես ասեցի, լավ, ուզում եք տարածքների հարցը քննարկենք, շատ բարի։ Բերեք դրենք այդ տարածքների խնդիրը։ Դուք ասում եք մեզ վերադարձեք այսինչ տարածքները, մենք էլ ձեզ ասում ենք տարածքների հարցը առանձնացնում ենք։ Համաձայնեք, համաձայնենք։ Ինչպես եղավ, որ մենք հայկական կողմը ունի եւս 7 ուրեմն շրջան, որը ազատագրավել է, որովհետև դրանք եղել են նաև պատմական հայկական տարածքներ։ Ակնա, Քարվաճար, այդ 7 շրջանները իրենց անունները հայկական են, հա։ Ուրեմն ո՞նց եղավ։ Դուք ագրեսիա արեցիք մեր ժողովրդի նկատմամբ, Արցախի ժողովրդի նկատմամբ, հայերը միավորվեցին, ստեղծեցին բանակ, պատասխանեցին ձեզ եւ հաղթեցին։ Այո։ Մեր սխալը եղել է նա, որ 94 թվականին, երբ որ դուք աղերսում եք, որպեսզի ուրեմն լինի հրադադար, հայկական կողմը չպահանջեց եւ չստիպեց, որպեսզի դուք համաձայնվեք, որ Արցախը այլևս ադրբեջանական տարածք չի։ Դուք պետք է նաև դա ընդունեիք, որ դրանով ամեն ինչ ավարտվեր։ Ցավոք դա չի եղել։ Բայց հիմա մենք ձեզ ասում ենք, եթե տարածքների խնդիրը, ուրեմն ազատագրված տարածքները 1, Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը կվերադարձնեք։ Մարտակերտի եւ Մարտունու համապատասխան են տարածքները, որը մնացել է ձեր օկուպացիայի տակ, նույնպես այդ հարցը պետք է դնենք որպես տարածքների վերադարձ եւ նաեւ Նախիջևան։ Երբ որ ես ասացի Նախիջևան, դրանք բոլորը տեղից դռան։ Թե ոնց թե Նախիջևան։ Այո, Նախիջևան, որովհետև ներողություն, որովհետև դուք անգամ են տխրահրճակ
ուրեմն երկու պայմանագիրը Մոսկվայի եւ Ղարսի պայմանագրերը խախտել եք։ Ինչպես եք խախտել։ Ղարսի պայմանագրում գրված է, որ դուք ստանում եք Նախիջևանը որպես պրոտեկտորատ, այսինքն դուք հովանավորյալ եք։ Ինչ եք արել դուք։ Դուք վերցրել եք եւ այդ տարածքը, այդ ինքնավար հանրապետությունը դարձրել եք Ադրբեջանի անկախտելի մաս, որի իրավունքը չունեք։ Դուք բացի ամենից հայկական բոլոր մեր ուրեմն անվանումները վերացրել եք։ Դուք մեր ամբողջ մշակութային ուրեմն հետքերը վերացրել եք։ Հիմա դուք եկել կանգնել եք, ասում եք, մեզ տարածքներ վերադարձրեք։ Մենք դրանով դրանց բերանը փակեցինք, հասկանում եք։ Եվ խոսքը երբ որ գնում էր նրա մասին, որ եթե այդպես, եթե մեր մոտեցումը, պաշտոնական մոտեցումը լիներ այդպիսին, նրանք որևէ կերպ այդ շրջանակում չէին կարողանալու շարունակել։ Որովհետև շատ պարզ բան էր։ Եթե ուզում եք, որպեսզի դուք ինչ-որ մի տարածք վերադարձնեք կամ ստանաք, որ մենք ձեզ նվիրենք, ապա դուք պարտավոր եք վերադարձնել այս ամբողջը։ Եվ այդ պարագայում ստացվում էր հետևյալը, որ մեզ հաջողվեց այդ 11 ռաունդի ընթացքում ստեղծել, այսպես ասած, рамочное соглашение, այսինքն համաձայնագիր, որը կոնցեպտուալ լրիվ ուրիշ մոտեցում ուներ։ Լրիվ ուրիշ մոտեցում։ Ես պատրաստ եմ այդ տպագրեմ, որպեսզի բոլորը դուք իմանաք, երեք Լարիսա Ալավերդյանը ինձ ուղարկեց Ռեգնումում տպագրված 2005 թվականի իմ եւ Դավիթ Բաբայանի հետ իրենց կազմակերպած հարցազրույցը։ Եվ ես ձեզ ասում եմ, այնտեղ այդ շրջանակային համաձայնագիրը նույնպես տպագրված է եւ կարող եք կարդալ։ Եվ մենք դրանից հետո, երբ որ դա արդեն ստացվեց եւ ադրբեջանական կողմը ստիպված եղավ համաձայնվելու այդ պահին, մենք կազմակերպեցինք համանախագահների, այսինքն Հարոլդ Սոնդերսի եւ Վիտալի Նաոմկինի եւ իրենց խմբերի այցելությունը Հայաստան։ Ինչ եք կարծում։ Ինչպես դա, տեսեք, շատերը ընդհանրապես տեղյակել չեն, որովհետեւ այդ օրվա ղեկավարությունը ընդհանրապես չուզեցավ էլ նրանց հետ հանդիպել։ Մենք գալիս էինք այդ ամեն մի ուրեմն, որովհետեւ մենք ընդդիմադիր էինք, վերադառնում էինք, մեզ չէին էլ ասում, թե մի հատ եկեք տեսնենք ինչ եք արել այնտեղ։ Ինչ եք բանակցում։ Իսկ մենք հաստատեցինք հետո։ Երբ որ ես պարոն Սոնդերսին դիմեցի, ասեցի նաև Նաոմկինին։ Ասեցի հավանաբար ես ոնց որ հասկանում եմ, մենք Մինսկի խմբի մոդելային խումբն ենք։ Երկուսն ժպտացին եւ ոչ այո, ոչ չասեցին, բայց հետո խոստովանեցին, որ մեր բոլոր այդ զրույցների քննարկումների բոլոր պրոտոկոլները ուղարկվում են Մինսկի խմբի համանախագահների։ Այսինքն մենք կարող ենք նաև այդ ժողովրդական դիվանագիտության արդյունքները օգտագործել պաշտոնական բանակցությունների ընթացքում։ Հիմա ես վերադառնում եմ արդեն ինչու համար եմ ես ամեն ասում, որ պարզ լինի, որ այդպես միանշանակ չի եղել։ Բացի դրանից մենք վարել ենք շատ հետաքրքիր քաղաքական գիծ։ Հեսա կասեմ ինչու եմ սա հիշատակում։ 1996 թվականի հունվարին, փետրվարին մեր կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը առաջարկով հանդես եկավ եւ ստեղծվեց ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմկոմիտե, որը պետք է հրավիրեր համահայկական կոնգրես, որպեսզի մենք հայությունը ընդհանուր մի դիրքորոշմամբ հանդես գար եւ ասեր, որ ինչու է Արցախը հայկական, պատմական, իրավական բոլոր փաստարկները ներկայացնելու։ Մենք այդ ընթացքում ստեղծեցինք Ղարաբաղյան իրավական, ուրեմն այդ փաթեթը, դա ուղղակի առելի աշխատանք էր նաև։ Եվ դիմեցինք Լևոն Տեր-Պետրոսյանին, ասելով հետևյալը, որ եկեք մենք համահայկական այդ համաժողովը հրավիրենք եւ տանք համընդհանուր մի դիրքորոշում, որից հետո դուք որպես պետության ներկայացուցիչ ղեկավար, երբ որ գնում եք բանակցություններին եւ եթե ձեզ վրա ճնշում է գործադրվում, այդ դեպքում դուք կարող եք ասել, որ տեսեք իմ ժողովուրդը արդեն այսպեսի ինձ դիրքորոշումը հաստատել է, ես այլևս դրանից հեռանալու իրավունքը չունեմ։
Այդ ժամանակվա նրա գլխավոր խորհրդականն էր Լիպարիցյան, ուրեմն այդ անձը, որը հիմա այսօր այստեղ է նորից, որը այսպես քրիտիկական պահերին մեկ էլ հանգարց հայտնվում է Հայաստանում։ Ես այսօր հիմա ուզում եմ ձեզ ասեմ, որ Ժիրայր Լիպարիցյանը եկել էր Հայաստան, որպեսզի պաշտպաներ Պոլ Գոբլի ծրագիրը։ Հանդես էր գալիս այդպիսի դիրքորոշումներով։ Գիտեք ինչ ասեց մեզ մեր դիմումին պատասխան։ Զանգ տվեց ինձ եւ ասեց. մենք նպատակարար չենք գտնում։ Համահայկական համաժողով հրավիրել է։ Ասեցի ինչու։ Այդպես։ Ես բառացի ասում եմ այն ինչ որ եղել է։ Եթե դուք շահագրգիռ էիք, նույն կոնկրետ այդ անձին եմ ասում, որպեսզի հայությունը կարողանար գոնե այս հարցում այնքան միավորված լիներ եւ ունենար ընդհանուր դիրքորոշում, որի հետ հաշվի պիտի նստեին ամբողջ միջազգային հանրությունը, ինչու խանգարեցիք այդ process-ին։ Եվ այսպես եղել են այդպիսի դրվագներ, որոնք թույլ չեն տվել, որպեսզի մենք իրականացնենք այն, ինչ որ կարելի էր միանգամից փորձել։ Ես ասի 94 թվականին պարտադիր պետք էր պահանջել, որտեղ նույն Տոլֆիկ Զուլֆուգարովը ինձ հարց տվեց, ասեց ինչ եք մեզ հետ բանակցում։ Հաղթած կողմ եք։ Ես հարցրեցի, ասի որ դուք հաղթեիք հանգարց։ Մեզ հետ բանակցելու եք, ասեց ոչ։ Հիմա տեսեք ինչ են անում իրենք։ Մեզ հետ չեն բանակցում, մեզ թելադրում են։ Եվ հիմա այն ժամանակ, եթե մենք 94 թվականին պահանջեինք եւ հաստատեինք, որ Ադրբեջանը այն ժամանակ պատրաստ էր այդպիսի ուրեմն որոշումներին, որովհետեւ իրենց գլխի վրա կախված էր Եվլախի գրավումը։ Եթե այդ պահին Եվլախն էլ գրավեին հայկական ուրեմն զորքերը, դրանք ուղղակի կործանվում էին։ Եվլախը ամբողջ երկաթգծային ամբողջ այդ բանն է, կենտրոններից մեկն է։ Էլ չեմ խոսում են մնացած բոլոր հարցերի մասին, թողնենք հետո։ Այսպիսի իրավիճակ հիմա, բայց ես ինչն եմ ուզում ասեմ, բայց այդ բոլոր սխալների հետ մեկտեղ Հայաստանի որևէ ղեկավար, սկսած առաջին, երկրորդ, երրորդից, երևի երբևիցե իր մտքում չի ունեցել, որ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին, կամ որևէ ձևով թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը մեզ վրա այդպիսի մատ թափ տա։ Չի եղել հիմա դա, փաստ։ Եթե անգամ որևէ մեկի մտքով ինչ-որ բան է անցել, ապա եղել է շատ ամուր կազմը, որը որևէ ձևով դա անհնար կպատկերացներ։ Հիմա այսօրվա այս փաստաթղթերը, որ տպագրում ես, փաստը մնում է փաստ։ Մինչև քո գալը հայկական կողմը հաղթող է եղել, մինչև քո գալը հայկական կողմը եղել է որոշակիորեն թելադրող եւ բանակն էլ ուժեղ, երբ որ դու ես եկել, ասել ես ես զրոյից եմ սկսում։ Այդ դեպքում միջազգային այդ կառույցը, որը կոչվում է Մինսկի խումբ, ես արդեն մի անգամ դա ասել եմ, հիմա էլ եմ կրկնում։ Այդ ժամանակ մարդիկ ասեցին սպասի։ Ուրեմն մենք այսքան տարիներ ներկայացնենք, այսքան գործ ենք արել, լավ թե վատ։ Հիմա եկել ենք ասում ենք, եւ ինչ էր այդ վերջի փաստաթղթերի մեջ։ Խոսքը գնում էր նրա մասին, որ անգամ եթե կիսատ պրատ էր հաստատվում ուրեմն Արցախի անկախությունը, բայց հստակ գրված էր, որ ինքը ստանում է ժամանակավոր կարգավիճակ, որը իրեն հավասարազոր է դարձնում միջազգային սուբյեկտին, չճանաչված միջազգային սուբյեկտին, եւ որից հետո կլիներ հանրակրվե եւ այլն։ Մենք դեմ էինք այդ բանին, բայց հարցը նա է, որ անգամ այդ պարագայում այնտեղ չի եղել, որ Արցախը որևէ իրավունք չունի եւ պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Եթե այդպես լիներ, ձեր խելքով, դուք ո՞նց եք պատկերացնում, կաշխատեր Մինսկի խումբը, համանախագահները, 3 հզոր պետությունների ղեկավարները կզբաղվեին այդ հարցով։ Եթե նրանք գտնում էին, որ դա պետք է մնա Ադրբեջանի կազմում, էլ ինչի համար էին գնում բանակցությունների։ Էլ ինչ էին բերում մեզ իրար հետևից, ասում եք, այս հարցը սենց անենք, այն հարցը այնպես անենք։ Ձեր կարճ խելքով այդքանն էլ չեք հասկանում։ Հիմա էլ փորձում եք ասել, որ դուք
ուրեմն ստացել եք ամեն ինչը վատ վիճակում, նրանք են հանձնել, ի՞նչն են հանձնել։ Հանձնողը ասում է, հանձնողը նրանք են, ոնց ես պատկերացնում։ Նրանք որ հանձնածել էին, դու այլևս ինչ գործ ունեիր Արցախի հարցում եւ ինչի պիտի պատերազմ լիներ։ Եվ այս բոլոր հարցերի հետ կապված արդարացում չկա, որովհետև այն գործողությունները, որ արվել են, ես նորից ուզում եմ հիշեցնեմ մեր հանրությանը, որը չգիտես ինչու միայն խոսում է եւ մեր ուրեմն այդ ընդդիմադիրներին, որոնք միայն ու միայն վերհիշում են ուրեմն հոկտեմբերի 19-ին Պուտինի արած հայտարարությունը։ Ինչու չեք ուզում հիշեք, որ անգամ 7 օր անց ամսի 4-ին հոկտեմբերի 4-ին Նարիշկինը հայտարարություն արեց, դիմեց, դա դիմում էր, որ Թուրքիան, կրկնում եմ, Թուրքիան Սիրիայից իր տարածքով 2000 գրոհայիններ, տերորիստներ տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի տարածք։ Ինչ է դա նշանակում։ Գոնե մի քիչ որ դիվանագիտությունը հասկանում եք, պետք է իմանաք, ինչ էր դա նշանակում։ Նշանակում էր Նիկոլ Փաշինյան, դիմի մեզ, մենք մեկը ուզում ենք լինենք այնտեղ, մենք գնանք կանգնեցնենք այս պատերազմը։ Սա էր դիմումի իմաստը, որովհետև միջազգային տերորիստների դեմ կարելի է գործողություն կազմակերպել ցանկացած տարածքում։ Այդպիսին է միջազգային իրավունքը։ Ինչպես արվեց ամերիկան Ալ-Քայդայի դեմ։ Բա ինչի՞ չարձագանքեցիք։ Բա ինչի հետո չասեցիք, դրանից հետո խոսեցին մի շարք մարդիկ ընդհուպ Լավրովը։ Այդ ինչի՞ ձեզ խուլի տեղ դրեցիք։ Չէ որ կարելի էր ամսի 4-ից 6-ը արդեն կասեցնել այդ պատերազմը եւ փրկել մեր երիտասարդների կյանքը, փրկել մեր տարածքները։ Այս ամբողջը եղել է, չէ՞, հո չենք մոռացել։ Կամ 10 ամիս Արցախը լինելով բլոկադայի մեջ, ինչ եք արել դուք որպես իշխանություն պաշտպանելու ձեր հայրենակիցներին։ Ինչ գործողություն եք արել։ Հիմա 3 տարի է արդեն, համարյա 3 տարի է Բաքվի բանտերում են մեր հայրենակիցները, մեր երիտասարդները եւ քաղաքական ղեկավարները Արցախի։ Ամեն անգամ ասում եք, մենք այնպիսի քայլեր ենք անում, որի մասին պետք չի խոսել, որովհետև մենք խանգարենք այդ process-ին։ Ուր է այդ process-ը։ Ձեզ չի արդեն նրանց ցմա ազատազրկում են կամ կստացվի, որ կամ այնքան տարի են տալիս նրանք, ովքեր որ դեռ երիտասարդ են, ցմա են տալիս, նրանք ովքեր որ ասենք 60 անց են, ուրեմն նրանց կարելի է 20 տարով տալ, մեկը չեն կարողանա դուրս գալ բանտից։ Այս է ձեր գործողությունների արդյունքը։ Եվ ընդհանրապես դուք որևէ քայլ եք արել, որ մենք հիմա չենք գնահատել, որ դուք պաշտպանել եք մեր պետական ազգային շահերը, ել չեմ խոսում նրա մասին, որ նորից անընդհատ ասենք անկլավ կոչվածների վերաբերյալ, որ էս էլ որ ասում են բոլոր բարերը բարել եք, մնացել էր դա։ Ինչ անկլավ, ով է ասել, որ մենք որևէ մի տարածք ունենք Ադրբեջանին հանձնելու։ Որտեղ եք դուք տեսել այդպիսի փաստաթուղթ։ Չկա այդպիսի փաստաթուղթ։ Չկա այդպիսի պարտավորություն։ Երեք Հրանտը Բագրատյան այստեղ ասում էր Վլադիմիր Մովսիսյանի կատարած աշխատանքի եւ ընդհանրապես այն ժամանակվա ղեկավարության։ Դե դուք էլ անեիք այդպիսի գործ։ Դուք էլ մի հատ փորձեիք մի սանտիմետր հողը հետ վերադարձնել։ Այնպես որ որևէ արդարացում չկա, միայն ու միայն լինելու է մեղադրանք բոլոր այն գործողություններին, որոնք դուք արել եք կամ չեք արել։ Որտեվ կա նաև հետևյալ հանգամանքը, չանելն էլ է մեղավորություն։ Այն ինչ որ դուք պարտավոր եք անեք, չեք արել։ Հիմա էլ անում եք այն, ինչ որ չի կարելի անել։ Սա է։ Եվ պարոն Սարգսյան, վերջին հարց երեք Ռուսաստանի նախագահի հայտարարությունները, որը ըստ էության Եվրոպան ինքն է այս պատերազմի հովանավորը ամեն ինչ առաջ տանում եւ իրենք մտադրություն չունեն հարվածելու Եվրոպային, բայց եթե եղավ հարվածը, պաշտպանվելու են, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը հայտնեք։
եթե Եվրոպան պատերազմի Ռուսաստանի հետ, ապա շուտով Մոսկվան ոչ մեկի հետ չի պայմանավորվի, զգուշացնում է Ռուսաստանի նախագահը։ Սկսենք նրանից, որ սա այն ամենակարևոր այսօրվա աշխարհաքաղաքական խնդիրներից է, որը որոշելու է ապագա աշխարհակարգը։ Ուզում եք թե չեք ուզում, այդպես է։ Եվ դա արդեն հստակ երևում է ովքեր են դրա դերակատարները, դա Միացյալ Նահանգներն են, Ռուսաստանը, Չինաստանը։ Նու ինչ որ չափով այն պետությունները, որոնք նույնպես կարող են այդպիսի հարցերում կարգավորեն իրենց հարաբերությունները։ Բայց հարցը մի քիչ ուրիշ ձևով տանենք, հետո նոր վերադառնանք դրան։ Ինչով են զբաղված այլ պետությունների ղեկավարները, ինչով է զբաղված Նիկոլ Փաշինյանը այս պայմաններում։ Լավ եկեք հասկանանք, հա։ Այս ամբողջ բանսարկությունները, որոնք գնում են երկրով մեկ, սրա ժամանակն է, երբ որ մեր շուրջ եւ ընդհանրապես աշխարհում կատարվում են շատ լուրջ փոփոխություններ, որտեղ մենք մեր տեղն ու դերը չենք կարողանում գտնենք, որտեղ չեն ցանկություն էլ չունեն։ Այո, մեծ Թուրանի ձևավորման պայմաններում, եթե դա եղավ, Հայաստանը կլանվելու է հենց մեծ Թուրանի ուրեմն այդ կառույցի մեջ։ Սա է իրենց նպատակը։ Հիմա եթե նայում ենք, թե ոնց են հաշվի նստում Ռուսաստանի հետ, ձեզ համար Ռուսաստանը դարձել է, չգիտեմ, ատելի պետություն։ Ձեր դաշնակից պետությունը դարձել է ձեզ համար ատելի պետություն։ Կամ մենք ոնց որ ասում են, կիսահղի չեն ելնում, հա? Կամ հղի եք, կամ հղի չեք։ Հիմա կամ Ռուսաստանը դաշնակից է, կամ դաշնակից չի։ Եթե դաշնակից չի, հրաժարվեք դրանից։ Եթե այդպես է, ԵԱՏՄ-ից դուրս եկեք։ Հապկի հետ վերջացրեք ձեր հարաբերությունները։ Եթե այդպես է։ Բայց դուք հաշվել եք, թե ինչ է լինելու։ Երեք նորից այդ բոլոր հաշվարկների մեջ մի հաշվարկել ես եմ ուզում ձեզ ներկայացնեմ։ Հաշվել եք, որ դուք ինչքան եք շահել, երբ որ Ռուսաստանը մեզ վաճառում է գազը $165։ Ինչքան եք շահել, եթե դու սա չլիներ, այլ լիներ 300-400, ոնց որ դա համաշխարհային շուկայում է։ Հաշվել եք դա, որ ինչ պրեֆերենցիա է տալիս ձեզ այդ պետությունը, որպեսզի ձեր արդյունաբերությունը, ձեր եւ ժողովուրդը գոնե կարողանա այդ ամենը օգտագործի։ Ձեր կառավարությունը չի է սա արել։ Սա լուրջ հարցեր են։ Այլ հարց է, հիմա ինչ է լինելու Եվրոպայի հետ։ Եվրոպան դարձել է մի հատ, չգիտեմ, նախնադարյան մի հատ մտածելակերպով մարդկանց հավաքածու, դրանց ղեկավարությունը, որովհետև որևէ գիտակից մարդ չի կարող նորից գնալ երկու համաշխարհային պատերազմից հետո կործանելով Եվրոպան, նորից մտածի երրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Դրանք կամ խելագար են, կամ ուրեմն այնքան շահամոլ են, որպեսզի որ մտածում են մենակ նրանով, որ թե ով է իրենց ավելի շատ փող բերելու ռազմաարդյունաբերական այդ ձեռնարկությունների տերերը եւ տրանսնացիոնալ ուրեմն կորպորացիաները եւ այլն։ Կամ էլ ատելությամբ պատված մարդիկ են։ Հիմա հարց, եթե Միացյալ Նահանգները եկել են այն եզրակացության, որ այս պայմաններում պետք է հակառակը հեռանալ երրորդ պատերազմի, երրորդ համաշխարհային պատերազմի վտանգից եւ զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ առևտրային եւ ուրեմն կնշանակի դուք արդեն, չգիտեմ, որ երրորդ Չ կլասի, չգիտեմ, ուրեմն վագոնում նստած մարդիկ եք։ Այսպիսի իրավիճակում իհարկե ձեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս։ Այդ պետությունը իր ժողովրդի մեծամասնության հովանու տակ իրականացնում է իր պետության շահերը։ Չի ուզում ենթարկվի։ Երբ որ իրեն ասում են, չէ, գիտես ինչ, ուրեմն պետք է համակերպվես, որ ես քո քթի տակ լինելու է ՆԱՏՕ-ի զորքերը կանգնած, երբ որ մենք ուզենանք քո գլխին տանք, երբ որ մենք ուզենանք գանք քո հարստությունը վերցնենք քո ձեռքից, չի ուզում համակերպի։ Ասում է ես ձեզանից ավելի հզոր պետություն եմ եւ հաստատում եմ դա։ Ամեն կերպ արեցին այսպես կոչված
պատժամիջոցներ, սանկցիաներ եւ այլն, որի իբր թե ուրեմն Ռուսաստանը քանդվի, չի քանդվի։ Ովքեր չեն հասկանում, թե ինչ ժողովուրդը ինչ պետություն է, նրանց պետք չի ջղայնացնել։ Այդպիսին է այդ ազգը։ Կամ դուք ընդունում եք, կամ չեք ընդունում, երկուսից մեկը։ Եվ հիմա, երբ որ դուք գիտեք, որ վաղը մյուս օրը, եթե անհրաժեշտություն եղավ, ով է լինելու ավելի շուտ ձեր հետ միասին կանգնած պատնեշ ստեղծողը թուրքալեզու պետությունների ձևավորմանը, ով է լինելու։ Ոչ մի դեպքում չի լինելու ոչ Միացյալ Նահանգները, ոչ Եվրոպան, դա միակը ով էլի նորից պետք է իր շահերից բխող քաղաքականություն տանի, դա Ռուսաստանն է, որը այս հողի վրա դեռ ունի իր ներկայությունը։ Կան գլուխներ, որոնք ասում են, վա, թող հեռանան, հեռացան, ով է գալու դրա փոխարեն։ Դուք եք անելու այդ ամբողջը։ Դուք եք Թուրքիայի այդ սահմանը պաշտպանելու։ 700,000 անոց բանակի դեմ դուք եք դուրս գալու։ Եվ ընդհանրապես Թուրքիայի բոլոր ամբիցիաները, որը ինքը արտահայտում է, դրա դեմ եք կարողանալու կանգնեք։ Բա մի քիչ մտածեք էլի։ Չէ որ մեզ որ ասում են թե հանգարց Նիկոլը գնա, ուրիշները կան պատերազմ է լինելու, հակառակը։ Նրանք ովքեր հասկանում են ինչ է նշանակում պետական կառավարում եւ ինչ է նշանակում պետության շահերի պաշտպանություն, ազգի միասնություն, հակառակն է լինելու։ Որովհետեւ շատ խնդիրներ կան, որոնց մասին ես հիմա չեմ ուզում բարձրաձայնեմ։ Դա կա քաղաքական համապատասխան այսպես բանաձև եւ դրա հետ ուրեմն մեխանիզմներ, որոնք օգտագործելով դուք շատ միանգամից այդ առաջի օրվանից կարող եք ապահովել մեր պետության անվտանգությունը եւ դա զենքի հետ չի կապված։ Զենքը իր հերթին, բանակը իր հերթին։ Այսպիսի խնդիրներ են եւ դրա համար այն ինչ որ հիմա կատարվում է երեկվա ուրեմն տեսեք 5 ժամ տևել է Ուիտկոֆի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Շատ հետաքրքիր էր նրանց հաղորդագրությունը։ Պայմանավորվել են, որ չբացահայտեն բանամասնությունները, որոնք եղել են այդ բանակցությունների ժամանակ։ Դա շատ կարևոր լուրջ հարց է, որովհետև երբ որ համաձայնեցված չի դեռ, ապա իմաստ չունի դրա մասին հիմա հայտարարել, որովհետև դա խանգարի ամբողջ գործընթացին։ Հիմա բայց հստակ ասվում է, որ զարգացման ուղու վրա են իրենք գնում են դեպի խաղաղություն հաստատելուն։ Իրենց որոշակի պայմանները հայտնի են Միացյալ Նահանգների այն կետերով, որոնք որ ներկայացված են եղել։ Ռուսաստանը ասում է ես այս ինչի հետ համաձայն եմ, այս ինչի հետ համաձայն չեմ։ Սովորական նորմալ բանակցային գործընթաց է։ Քանի երկարի այդ ժամանակը պայքարի կամ պատերազմի, այդքան տուժում է առաջին հերթին Ուկրաինան եւ Ուկրաինայի ժողովուրդը, իհարկե նաեւ ռուսական ժողովուրդը, ռուս ժողովուրդն էլ տուժում դա միանշանակ է։ Ուրեմն ինչքան շուտ կանգնի այդ պատերազմական գործողությունները, ապա բայց այդ դեպքում երբ որ Եվրոպայի ղեկավարությունը կփոխվի, ես միայն հույսս այն է, որ եվրոպական ժողովուրդները հասկանում են կամաց, թե ովքեր են եկել իրենց մոտ իշխանության, որ իրենք ավանտյուրիստներ են առնվազն եւ տանում են իրենց ժողովուրդներին նոր փորձությունների։ Եվ այն մարդիկ են, ովքեր որ հաշվի չեն նստում շատ པարզ հանգամանքի հետ, որ իրենց տնտեսական վիճակը օրորի վատանում է, միգրացիոն հոսքերը ահռելի քանակությամբ ավելանում են, ժողովրդագրական ուրեմն խնդիրները փոխվում են, վաղը մյուս օրը տիտուլային ազգ չի մնալու ոչ Գերմանիայում, ոչ էլ Ֆրանսիայում։ Այս ամենից ելնելով պետք է փոխվի այդ իրավիճակը։ Տեսնենք, որովհետև այս պայմաններում ոնց որ թե հաղթում է ավելի շուտ բանականությունը։